97-րդ րոպեին 11 մետրից կատարած հարված Սողոսյանը, 4-րդ պաշտոնյան Նարեկ Հայրապետյանն է, վարի վրա աշխատում են Զավեն Հովհաննիսյանն ու Նորայր Մարտիրոսյանը։ Ասարյանն որոշում է հարվածել։ Փոխանցում առաջ դեպի Ղումաշյանը, մտավ Տուգանային հրապարակ Ղումաշյանը եւ Թարպայից իսկ այս փոխանցում հնարավորություն չի տալիս կենտրոնանալ խաղի վրա։ Իսակյան փոխանցում Աչեզեր, Վազգեն Սարգսյանը ընդունեց դեպի Փահլևանյանը, վերջինս իրացնում ստանդարտը բարձրից փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացնում եմ Իսակյանը։ Շատ լավ փոխանցում էր վտանգավոր է եւ հարված հետևեց։ Կարճ խաղարկումը բավականին լավն էր, հարված էլ հետևեց։ Միշելն է իրացնում բարձրից փոխանցում, Կարապետյանը հեռացրեց, երկրորդ տեմպով Ուրարտունքը գրոհի դարձյալ Միշել տարբերակները փնտրում, բարձրացրեց գնդակը։ Տեսանք ու հասկացանք, որ տանգավոր են, նորից նույնատիպ խաղարկում, բավականին լավն էր, Միշելը մտավ Տուգանային հրապարակ, բարձրացրեց գնդակը, իսկ նորից հարված կհետևի, այո, Միշելն է հարվածում և գնդակը չի հասնում։ Փիլոյան մտավ Տուգանային հրապարակ, Երիկ Փիլոյանը հաստրեց փոխանցում կատարել և Կարապետյան կապ խաղի կանոնների խախտում, ասում է մրցավարը։ Տանգավոր փոխանցում է առաջ, Ղումաշյանը Տուգանային հրապարակում է Կոդյա։ Գնդակով Շիրակը առաջին կեսի վերջում վտանգավոր գրոհ է կազմակերպել և գուցե Արցից փոխանցում վտանգավոր էր և տեսեք Շիրակը կարող էր ընդմիջման գնալ աղթողի կարգավիճակում, ստացվեց Տիգրան Սումբուլյանը գլխով հարված կատարեց, բարձր ստացվեց այդ հարվածը, դա Շիրակի թերևս միակ վտանգավոր պահն էր։ Գնդակը Ալեֆն է սխալվում ու նորից սխալ խաղադաշտի կենտրոնական հատվածում Ուրարտուի խաղացողների կողմից շարունակվում է Շիրակի գրոհը, վտանգավոր կարող է ստացվել, Ջանոյանը մտավ Տուգանային հրապարակ, կատարվել է թե ոչ, Ջանոյանն է հարվածում և Ռատկովը կարողացավ վնասազերծել, Ծառուկյան, ստայմ ավարտվել է գրոհը կամ գոլով, կամ վտանգավոր պահով, Ջանոյան մնաց գնդակով հարվածում է Ջանոյան, գնդակը բերին Աչեզեր, Ուրարտուի խաղացողները Իշիբաշի և փակում են նրա հարվածի ճանապարհը, շարունակվում է Ուրարտուի գրոհը Միշել Փիլոյանի փոխանցումը Իշիբաշի և կառուցել իրենց վտանգավոր հակագրոհ աչից կա տարբերակ դեպի Բրունո Միշելը, հետևեց փոխանցում Միշելը ստացավ ու հիմա տեսնենք ինչ որոշում կայացնի Միշել մտավ Տուգանային հրապարակ, փոխանցում վտանգավոր է Վանյանի միջոցով գրոհ կազմակերպել, սա դեղին կլինի, հետո միանշանակ Ղումաշյան, տեղափոխություն ձախ Եզեր Կոդյա Ընդունեց գնդակը Շիրակի 10 համարը Կոդյան Տուգանային հրապարակում է փոխանցում Միշել և Անտոն Բրատկով ոչնեղություն Փիլոյանին վտանգավոր է և վտանգավոր կարող էր ստացվել վտանգավոր գրոհի կրկնապատկերը Ծառուկյանը Տուգանային հրապարակ, Ջանոյանը, շատ թույլ արված Ռաջանի լավ ազատվեց մրցակցի դսկողությունից փոխանցում աչ Միշել մտավ Տուգանային հրապարակ, Միշելը վտանգավոր է փոխանցում և գոլ Գոլ բացվում է հանդիպան հաշիվը և Իշիբաշին առաջ է Ստանդարտը հիմա միգուցե գաղակտության Շիրակին Կոդյայի բարձրից փոխանցումը Եզրափակում չկա Բամբա Մոտածածկին ֆուտբոլիստ կա, բայց կանգնեց Վազգեն Սարգսյանը բարձրից փոխանցում
Կարող է կազմակերպել Ուրարտուն։ Առաջ է շարժվում Միքայել Միրզոյանը, Միրզոյան տարբերակներ է փնտրում, Միրզոյան վտանգավոր է։ Փոխանցում եւ Կյանֆի արված է հետև։ Այս ընթացքում նույնիսկ հարված է հետևել։ Փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր է Փալևանյան։ Երվից արված է Շիբաշի։ Շիրակը կորցրեց գնդակը, Ուրարտունը առաջանում։ Նորից աջ եզրով Միշել փոխանցում կենտրոն Աղասարյան։ Մնաց գնդակով Նարեկ Աղասարյանը գեղեցիկ։ Երկու խաղ է կայացել, խաղերից մեկում վազագույն հաշվով հաղթել է Ուրարտուն։ Բրունո Միշելն էր խփել գոլը։ Մյուսում գրանցվել է 0-0 հաշիվը շատ։ Վտանգավոր էր, ճիշտ է առայժմ Երևանյան թիմը զիջում է առաջատարներին, բայց աստիճանաբար մոտենում է։ Ավարտված է։ Հանդիպումը Ուրարտու նվազագույն հաշվով հաղթում է Շիրակին, շնորհակալ եմ ուշադրության համար այս խաղի ընթացքին։